Բարև ձեզ, պարոն Վարպետյան, շատ ուրախ եմ, որ ես այսօր հնարավորություն ունեմ ձեզ հետ հանդիպելու, բայց իմ հանդիպումը ձեզ հետ մի քիչ արտառոց է, սովորական չէ, եւ ասեմ պատճառը ինչ հանդիսացա, որ ես այսօր ձեզ հետ հանդիպել եմ, այսօր մի քանի ժամ առաջ իմ ծնողներից մեկը զանգահարեց, որ ասեց դուք միջոցառում եք ունեցել Կիրակի օրը Լունա թատրոնում եւ խոսակցության վերջում նա ասաց, որ ձեզ Իրանահայ միությունը մերժել է տարածքը տալու, որ դուք անցկացնեք այդ միջոցառումը։ Սա մի քիչ ինձ համար շատ արտառոց էր, որովհետև արդեն եթե չեմ սխալվում 2010 թվին Իրանահայ միությունը միշտ շեշտում է, որ մեր կազմակերպությունը ամբողջ հայերի համար է եւ անգլերեն դա կոչվում է Armenian Society of Los Angeles։ Հետևաբար ես փորձեցի խոսել իրեն հոգաբարձուներից մեկի հետ, որին շատ վաղուց ճանաչում եմ, Թոմիկ Ալեքսանյանի։ Ես փորձեցի պարզել ինչքանով է դա իրականությանը համապատասխանում եւ մի քանի նախադասությունից հետո հասկացա, որ նա շատ պատերազմական ձևով է վերաբերվում ինձ եւ ինձ համար դա հարցական էր։ Նա ասաց, որ դուք եք պատճառը, որ այդ միջոցառումը չի այնտեղ եղել եւ նույնիսկ նա ասեց, որ իրենց Armenian Society of Los Angeles-ը դա non-profit ոչ շահութաբեր կազմակերպություն է եւ այդ կազմակերպության բայլոյի օրենքի մեջ գրված է, որ որևէ մի քաղաքական նյութեր չի կարող արծածվել այդ տարածքում եւ ինձ համար դա զարմանալի էր, որովհետեւ եթե իրենք ունեն դահլիճ կամ գրադարան, որը պետք է վարձվի կամ չվարձվի, բայց պատերը եւ առաստաղը կապ չունեն non-profit-ի հետ, օրենքով non-profit ոչ շահութաբեր կազմակերպությունը չի կարող քաղաքական որևէ մի կազմակերպության կողքին կանգնել, նրան պաշտպանել, այրենագլնդելի քաղաքի ընտրության չի կարող մասնակցել, բայց տարածքը մարդիկ կարող են վարձել, նամանավանդ եթե դա հայկական կազմակերպություն է, որը զբաղվում է զուտ հայկական հայապահպանման հարցերով, նրանք ըստ իս պարտավոր են անվճար տալու, ինչու, որովհետև ես մի փոքր հետ գնամ ասեմ, որ տարիներ առաջ, այսինքն ոչ շատ շուտ առաջ, այստեղ մի օրենք կա, որը կոչվում է eminent domain, քաղաքում economic development-ի պատճառով իրենք հին շենք ունեին բրանդի վրա եւ այդ շենքը քաղաքը պետք է վերցներ, գնահատվել էր այդ շենքը ընդամենը 1,200,000 մի խուցեր, կներեք, բայց իրականությունը դա է եւ քանի որ ներկայացվեց, որ Գլենդելում կան մոտավորապես 100,000 կամ մի փոքր քիչ հայեր, բավականին չարչարանք արվեց նույն իրենց կազմակերպության մի հոգու կողմից, ուղղակի իմ անուն չեմ ուզում տալ, որովհետև կարող է այնտեղ ուրիշ մարդիկ էլ ներգրավված լինեն եւ այդ Գլենդել քաղաքը տվեց 5 միլիոն քյաշ եւ 2 միլիոն տարածքներ։ Փաստորեն հայ ժողովրդի անունից այդ կազմակերպությունը ստացավ այդքան գումար եւ կառուցեց մի շենք, նույնիսկ նա ունի 300 մեքենայի գարաժ եւ այդ շենքը 2010-ից առնվազն, եթե հարկ է լինում Իրանահայ միությունը դուրս է գալի հեռուստատեսություն, նա ասում է, որ այս շենքը համայն հայությանն է եւ միշտ շեշտում է, որ կապ չունի հայը որտեղից է եւ ինձ համար շատ զարմանալի է, թե ինչպես դա տեղի ունեցավ եւ ես խնդրում եմ ձեզ, որ դուք, քանի որ դա ուղղակի ձեր անվան հետ է կապված, ես կուզեի, որ դուք պարզաբանեք, մեկնաբանեք, ասեք, թե ինչու եք այստեղ եւ ինչ է ձեր նպատակը եւ ինչ եք դուք ներկայացնում։ Շատ բարի, շնորհակալություն։ Ինչ որ ասեցիք ինձ համար, դա կրկիր էր անհայտ։ Ես բարձր ձեր քաղաքացին չեմ եւ համայնքից չեմ։ Ուրեմն ներկայացնեմ, որ ամեն ինչ տեղը լինի, զուգահեռ տանենք ձեր ասած տվյալների ու խնդիրների հետ։ Ես ֆրանսահայ եմ, ապրում եմ Ֆրանսիայում, ծնված եմ այնտեղ, սովորել եմ Հայաստանում, մասնագիտությամբ ճարտարապետ, կինոթատերական գործիչ եւ այլն, բայց հիմնական մազգաբան ու էաբան եւ մենք 1990 թվականին Հայաստանում ինչա Սփյուռքում ենք ստեղծել հարատևման ուղտ հայ մտավորականներով ամբողջ աշխարհի, իսկ 90 թվականին, որ անկախացավ Հայաստան, հիմնեցինք Էություն ազգային իմաստության տաճարը ներգրավելով բոլոր մտավորականներին եւ ունեցանք ամբողջ բարձրագույն մտավորականության աջակցությունը սկսած Վիկտոր Համբարձումյանից։ Եթե դուք շարունակեք Սիլվա Կապուտիկյան, Սամոյել Սաբյան, Շիրազ, Խանջան, Էդվարդ Միրզոյան, 60-70 անուն ավելի չկա։ Այսինքն ես ուզեցի ցույց տալ, թե որքան լուրջ էր այս աշխատանքը, որպեսզի տեսնենք հայ ժողովրդի շարունակությունը, այսպես իր պայմաններում եւ այլն։ Այն ինչ որ մենք կարել ենք, արվում է դա անշահախնդիր ոչ շահութաբեր, զուտ անձնազոհության վերաբերված եւ բարձրագույն ինտելեկտուալ չափանիշներով
որ ասեցի անունները տվեցի, միայն որի մեծ տեղավորենք խնդիրը։ Եղել ենք շատ գաղութներում, հրավիրվել ենք շատ գաղութներում, հրավիրվել ենք անգամ Թեհրան, որտեղ նրանք ամեն ծախսերը վերցրել են, եւ այլն, այսպես մենք այսպես ճանաչում են հեշտությամբ կարող եք Վիկիպեդիայի վրա տեսնել, ընդհանրապես որ բացեք էությունը մի քանի հազար էջ կբացի։ Լավ, ես մշտապես գալիս եմ այստեղ, ամեն անգամ մի նոր խնդիր բերելով, մեր աշխատանքը մնում է նույնը։ Հայոց պահպանության, մշակույթի, ինքնության խնդիրներն են։ Եթե մենք գրքեր ենք հրատարակում, կարողանում ենք մեր միջոցներով հրատարակել, այդտեղ նորից ոչ մի շատ չկա, մենք մեր գրվանից ենք տվում։ Եվ ընդհանրապես մեզ լավ են, միշտ լավ են դիմավորել ամենտեղ։ Մի անգամ ասեմ, որ մենք Իրանայի միության հետ բրենդի մասին խոսեցինք, ունեցել ենք միասին համագործակցություններ, լավ վերաբերմունք, այո, նրանք մեզ ջրի սրա են տրամադրել եւ այլն։ Ուրեմն սա նախաբան որպես։ Այս անգամ մեզ շատ տարօրինակ թվաց, ինչ որ մի բան է կատարվել, որ ես էլ եմ ուզում հասկանալ։ Ի տարբերություն, քանի որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, այս անգամ մենք քաղաքական մի թեմա առաջ եկավ, որտեղ ես վտարված եմ Հայաստանից, հիմա անհասկանալի համարվում եմ Հայաստանի պետական համանդանգության լուրջ սպառնալիք, սա արդեն KGB-ի շեֆի մակարդակին գեներալ գնդապետ Գորիկ Հակոբյան, որ ասում քան ես կենթանի եմ, Վարպետյան Հայաստան չի մտնի։ Իսկ հիմա իրան պատկառակով տարել են Գերմանիա, լիարդիկացկեղը մի թող 1000 տարի ապրի, բայց այսպեսի հայտարարություն չի արվում մեկին, որը քաղաքական գործիչ չէ։ Լավ, ես նամակ էի գրել իրեն, կարող եք դուք չեք հարկում Վիկտոր Համբարձումյան կամ դրանից ավելի խելոք եք ձեզ համարում ձեր գեներալական ուսադիրներով, դե հիմա Հայաստանի վիճակը ման չանենք։ Բայց քանի որ ես ուզում եմ, որ այստեղ կա նաև ձեր ասածի հետ կա քաղաքական ինչ-որ ենթատեքստ։ Ուրեմն ես փնտրելով թե ինչի կարող էի խանգարել, բարձվեց որ հոկտեմբեր 27-ի սպանությունը որ կատարվեց, ոչռակուրությունը, պետական ոչռակուրությունը Հայաստանում, մենք ծրագրեր ունեին կառավարության հետ Դիմիրճյանի հետ եւ Վազգենի հետ, այսինքն ինչպես Ալիևը ուներ իր պատմաբանների հետ, մենք էլ մեր բանի մեջ էինք։ Լավ, դրանից հետո իհարկե մեր գործերը վատացան, ես համարվեցի ժողովրդի ճշնամի, ծանոթ հասկացողություններ են սրանք, եւ պարզեր, որ այդ ի վերջո տեսնելու համար ուր ենք հասնում, ինչ է կատարում, պատճառը ինչ է, քննելուց հետո ես գտա, որ 27-ի հոկտեմբեր 27-ի դեպքի հետ ինչ որ կապ կա, շատ հեռու գնացող, սա արդեն ուրիշ ասպարեզի գործ է։ Բայց այդ 27-ի թեման պետք է որ բարձրացվեր, այդ գիրքը հրատարակվեց այստեղ։ Իմ քննախոսությունն է եւ այդտեղ կան անչափ լուրջ հարցեր, չափազանց լուրջ, որտեղ որ պետական բարձրակույն եւ պետական դեպարտամենտը պետք է խառնի, ես ենթադրում եմ, որ նրանք տեղյակ են։ Մենք սպասում ենք, որ այստեղ կլինի ընդվզում։ Ես դա հայտնաբերեցի հենց առաջի օրը։ Եվ որ մենք փորձում ենք սրահներ գտնել, իհարկե Գլենդելի գրադարան առաջինն էր, մենք այդտեղ դիմեցինք, որտեղ ընդհանրապես այդտեղ ենք անում։ Դա ամենահարմարն է։ Այս անգամ մենք ուշացել ենք, որտեղ դեպքերը այդպես են գնում, զբաղված էր, ամբողջը զբաղված էր 28-ին, ես ստացվեց անհաջող մի բան 28-ին այստեղ եւ տոններ եւ դրամահավաքը։ Հետո նրանք փակ են։ Ուրբաթ, շաբաթ, կիրակի, իշես գնում եմ չորեքշաբթի օրը, ուրեմն պետք է լիներ կամ դրանից առաջ, կամ դրանից հետո։ Կամ դրանից հետո, ոչեն, պարզ է, որ մենք մնացինք օդի մեջ, սա մեր մեղավորությունն է հանգամանքների։ Սրահներ էին փնտրում, կար իհարկե Իրանահայ միության սրահը։ Այս նոր շենքը կողքից տեսել էինք եւ նորերին ես չէի ճանաչում, այնպես որ մի բարեկամի, որ չեմ ուզում անունը տալ, որովհետեւ ոչ մի բան չունի ինքը մեջը, այդ անձ ասեց, ես մեկին այնտեղ ճանաչում եմ ճարտարապետ եւ այլն, մենք խոսենք, գնացինք, հանդիպեցինք, խոսեցինք միջոցառման մասին, մեզ լավ բացատրվեց հետեւալը, որ եթե քաղաքական, մեծն եք ուզում, փոքրն եք ուզում, եթե քաղաքական թեմա է, ուրեմն մենք համաձայն չենք, կամ ինչ-որ այդպիսի մի բաներ, կամ պիտի չգիտեմ, ինչ-որ տեսակ մենք խոսեցինք, որ հոկտեմբեր 27-ի քննախոսությունը քաղաքական է, այսպես թե այնպես, թե ոչ կուսակցական, այլ քաղաքական, այսինքն Watergate-ը, ամերիկյան, որ արեցին լրագրողները, քաղաքական է, թեև ամեն մի քաղաքացու, այսպես քաղաքակիրթ երկրում լրագրողը
պարտականություն ունի Այո։ անօրինականությունները բացահայտելու, դա հասարակությունը առողջացնող կարգու կանոն է, Ամերիկան համարում է ժողովրդական Առաջի ամենն է, խոսքի ազատությունը։ Խոսքի իմաստով է այդքան քաղաքական, ոչ թե ինչ-որ կուսակցական բան կա մեր հետևը։ Այս գիրքը տպվել է այստեղ, արվել են տղաներեն, որոնք գումար են դրել իրենց գրմանից, մենք այդ դա հրապարակում։ Ուրեմն, բայց խնդիրը, քանի որ ինքը տպնում էր շատ քաղաքական բանի, ոչ թե ոչրագործ, արդեն ինքնին ասում էր, որ մենք ճիշտ ենք, որ դա պետական ոչրագործություն է։ Մենք, այո, միանգամից կասեմ, որ այստեղ այս շրջանակները լավ հատուկ ծառայությունները կամ KGB-ն հիմա ասում այդպես ընդհանուր ասենք, որ պիտի ծվիններով դիմավորեին եւ այդպես էլ եղավ։ Երբ որ մենք խոսեցինք Իրանայի միության հետ դրա մասին, ասենք լավ մենք հրաժարվում ենք, որտեվ ես ունեի 3 թեմա։ Միակ գիրքը դա չէր, ուրիշ գիրք էլ էր հրատարակվել այս տարի, որը հայագիտությունը ոտքից գլուխ ինչ որ արեցին 3 թատրոնը մի հատ էլ արել ենք stage ռեստորան կաֆե այո ֆիլմի հետ կապված այսինքն մշակույթային զուտ մշակույթային մենք ուրեմն քանի որ stage-ը դրի տրամադրեց 27-ն էլ դրի տրամադրեցին սրա այդ պալաս Dream Palace-ը տրամադրվեց ամբողջովին դրի այս միակ տեղը որ մեզ խոսք բացվեց, դա Իրանայի միություններ ասեցին, որ եթե մշակույթային է, կարող եք ձերի անել։ Ուրախացանք, փոքրիկ սրահի հետ պիտի աշխատեին, բոլոր խոսակցությունները գնաց, այնտեղ ինձ շատ լավ ճանաչում էին, պես ընդառաջեցին, ամբողջ հարկանքով, անուններ հիմա շատ դեռ չեմ կարող հիշել, բայց հետո հանդիպեցինք մշակույթային խմբի ղեկավարին ներկայացուցիչին նա էլ ոգևորվել էր թեմայի վրա, որ թեման բացառիկ հետաքրքիր է, դա փիլիսոփայության հետ կապված մշակույթ, նույնիսկ ասենք մենք միասին կանենք մի հեռուստա զրույց, այսպես ուրեմն 1000 հոգու հետ հանդիպեցինք բոլոր համաձայն էին, բոլոր ոչ միայն համաձայն էին, այլև ոգևորված էին, դա անում ենք մենք մեր Իրանայի միության անունով Հա, արեց Երանոնով, որովհետև մենք այստեղ մենք խոսում ենք Հովանու տակ։ Միայն մշակույթի մասին, ուրեմն, այո, գիրք մի քանի հատ պիտի ծախվեր, այնտեղ խոսք եղավ, ուրեմն քանի տոկոս պիտի տակ, տղաներն ասին, գիտեք, որ սարսափելի ամոթ է։ Այս մարդուն դուք պիտի վճարեք, դուք գիրք եք ուզում, ասին, լավ, դա էլ կանենք։ Մինչև որ հանկարծ ասին, ուրեմն ամեն ինչ լավ պիտի լիներ, մի անգամից հանկարծ ասեցին ոչ։ Հորինեցին։ Ուրեմն զուգահեռ դիտանեք այստեղ մենակ գումարի խնդիր չէ, ասին եթե կվճարեք $500, ինչքան $500 $500 գրադարանի համար։ Եվ հələ դեռ մենք պիտի վերենք Իրանահայ միության գրադարանի համար դուք պետք է վճարեիք $500 դերեին կապարատներն էլ ամեն ինչ եւ դեռ նրանք ունեն մշակույթային ինչ-որ վարչություն, ինչ-որ գործունեություն տիտանեն, իսկ մենք բերում ենք մշակույթ եւ այդպես կարեւոր մշակույթ, բայց մենք պիտի վճարենք, երբ որ տոմսը չի լինելու։ Պաստորեն դա եղավ մի օրվա ընթացքում, թե դուք համաձայնվեցիք եւ հաջորդ օրը Ես ասեմ, ուրեմն նրանք նախ գիրքել ուզեցին, գիրքել են նվիրել իրենց, որ արդեն անցնում էր բոլոր սահմանները, հեղինակ მე վիրավորվում եմ, ուրեմն այն ինչ որ կատարվեց, սա առաջին անգամ եմ այսպեսի բան տեսնում հայրականության մեջ, սա գրեգության վերին աստիճանն է, հա, ուզում եք լսեք, չգիտեմ ով է ում դա պիտի վերաբերի, ես դրան առանց խոսքեր տոնեմ։ Ես չեմ ուզում բոլորին դեռ որտեղ չգիտենք հոգաբարձուների խումբ ունեն, որոնք որոշումներ են կայացնում։ Բոլոր դեպքերում եւ նրանք ընտրված են իրանահայերի կողմից։ Եթե օրինակ Իրանահայ միությունը ունի 1000 անդամներ, օրինակ, ընտրված են հետեւաբար այդ 7 հոգին սեղմենք խնդիրը, որովհետեւ մենք շատ լավ մարդկանց հանդիպեցինք այնտեղ, մեզ շատ լավ դիմավորեցին ու գնում էր այսպես խոսակցությունը, վաղ ուրեմն ենք որոշել ստացվեց այնպես մենք որոշեցինք անել նախորդ կիրակի ժամը 6-ին իրենց մոտ հանդիպեցինք բոլոր ամզերի հետ ներկայացնում ենք այս ենք անում այնպես մի ոգևորություն էր եւ հանգարց հիմա ասում ենք հայտարարում ենք մենք հերոսատեսությամբ շուտ արեք ասեք որ մենք մարդկանց տեղակ պայենք մի շաբաթ է մնացել վաղը չեմ իսօրը օրերը անցնում են ես սկսեցի անակ ստանալ որովհետեւ գիտեի մի բան եթե այստեղի Հայաստանի դեսպանատներից մեկը նրանց ասեր տեղ մի տվեք նրանք չէին տալու
Այո, մի անգամից ասեմ, այստեղ KGB-ն աշխատում է շատ ուժեղ եւ դրա մասին ես զեկուցեմ պետական դեպարտամենտին։ Դա այս երկիրն է իրենց ապահովությունը պետք է անեն։ Կա քաղաքական ինչ որ թեմա հետևը։ Այնպես որ այդ $500 որ ուզեցին, ես վիրավորվեցի։ Բայց տղաներն ասեցին, եկել եք ասել եք այստեղ, եկեք վճարենք։ Տղաները վճարեցին։ Ես 2 օր հետո ասեցի, չէ։ Սա չեմ անելու պայթացնելու մեզ գործը, որ դուք ամբողջ աշխարհում եք լսելու այս պատմությունը։ Դրանց պատմությունը շատ ջուր է տանելու։ Գերինը մտնեք դուք այսպես բան անել, բայց ես բոլոր ինչ եմ ասում։ Ինչ որ մեկ այդտեղ խառնել է բոլոր գործերը։ Շատ հեռու է գնում։ Հիմա միայն դրա մի խնդիր է արդյոք, թե դրա դրեցին, որպեսզի մենք իսկապես հրաժարվենք, ինչպես ես հրաժարվեցի, այո, ասեցի, վճարված էր, ասի մենք հրաժարվում ենք։ Ես չեմ անելի։ Ուրեմն, եթե ինչ կա սրա հետևը, ես կարծում եմ շատ ավելի լուրջ է եւ տեղական իշխանությունները բացի այս բոլոր խախտումներից, որ դուք եք կարծում, ես հիմա տեսնում եմ, որ ես կարծում եմ ինձ քանի հոգի ասին, որ սա արդեն դարձել է կոմերցիալ ինչ-որ տուն, ինչ մշակույթ, ինչ բան, սա առաջվա Իրանահայ միությունը չէ։ Եվ տալիս են ինչ որ անուններ, դուք էլ տվեցիք նույն անունը։ Այո, ես խոսել եմ Թոմիկ Ալեքսանյանի հետ եւ գիտեք ինձ ինչն է շատ անհանգստացնում եւ ինչու եմ այսօր այստեղ, եթե քաղաքական մասը մի կողմ դնենք, ես այս քաղաքում եմ ապրում, 25 թաքսեր ենք վճարում եւ այդ 7 միլիոնը տրված է զուտ հայ ժողովրդի համար, ովքեր կարող են միջոցառումներ անեն։ Հետևաբար նրանք ոչ թե խախտել են քաղաքակրթության, քաղաքականության, չգիտեմ որ օրենքները, նրանք նույնիսկ խաբել են, այսինքն նրանք կարող են հեշտությամբ դուրս գալ եթեր եւ ասել, որ Իրանահայ միությունը ամբողջ հայության համար։ Հիմա ես ուզում եմ հարց տալ Իրանահայ միությանը։ Ես գիտեմ, որ դուք այս տարի ունեք 7 հոգաբարձուների մի խումբ։ Ուզում եմ, որ դուք ինձ պատասխանեք, եթե կարծում եմ ես սխալ եմ կամ պարոն Վարպետյանը ինչ որ մի բան ուռճեցնում է, ես ինքս պատրաստ եմ ներողություն խնդրելու, բայց եթե դա իրոք իրականությանն է համապատասխանում, այդ ժամանակ դուք մեծ խնդիր եք ունենալու։ Ինչու? Որովհետև դուք չեք կարող դրամը վերցնել, գումարը վերցնել հայ ժողովրդի անունով, բայց սեղմել, փոքրացնել այդ շրջանակը եւ անել անպայման մեկ ուրիշ բան։ Եվ ես ասեմ ձեզ, թե ես շատ վատ զգացողություն ունեմ, ինչու, որովհետև իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ Գլենդելը դարել է Հայաստանի մի ավտոնոմ, ոնց ասեմ, պլացդարմը, որտեղ ով ինչ ուզում է անում է։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, դա չի անցնելու եւ լավ կլինի, որ Իրանահայ միության պարագլուխները կներեք այս բառերի համար ուղղակիորեն ասեն, թե ինչու է դա այդպես եղել, որովհետև եթե ես պարզապես գալուց առաջ պարոն Վարպետյան մի թուղթ տպեցի ուղղակի համեմատելու համար, տպեցի, թե Գլենդել գրադարանը ինչքան ձեզնից գումար կվերցներ, եթե դուք այդ միջոցառումը անեիք, այսինքն եթե դուք գնայիք նոն-պրոֆիտի տակ, Գլենդելի գրադարանը ձեզնից պետք է վերցներ $156, եթե դուք բնակվում եք Գլենդելում, իսկ եթե զուտ commercial գնայիք, ձեզնից պետք է գանձեր $218։ Բայց եթե դուք որոշեիք որևէ մի տոմս վաճառեիք եւ որի արժեքը լիներ $100-ից ավել, նրանք ձեզնից կգանձեին $521։ Այսինքն Իրանահայ միությունը դրել է մի գումար, որը ոչ մի ֆորմատի մեջ չի տեղավորում, այսինքն եւ քաղաքակրթության, եւ քաղաքականության, եւ անհարմար լինելու, որովհետեւ Glendale գրադարանը դա non-profit organization չի հայերի համար ստեղծված եւ նա չի ծառայում հայ ժողովրդին, նա ամբողջ Glendale-ի ժողովրդի համար է եւ ոչ միայն Glendale-ի եւ բոլոր արժեքները զարմանալիորեն բնական ներդաշնակ գներ են, եթե դու տոմս ես վաճառում $100-ից ավել, դու կարող ես, դու պետք է $521, բայց ինչ վերաբերում է Իրանահայ միությանը, ես կարծում եմ այդ խոշոր գումարը նրանք ասել են միայն մի պատճառով շատ լավ իմանալով, որ դուք կհրաժարվեք, եւ ես այդպես էլ հասկացա, եւ ես այս ամենը ինչու շատ լուրջ ընդունեցի, որովհետեւ անարդարությունը արդեն հասել են աստիճանի եւ առաջի անգամ չէր, որ ես Թոմիկ Ալեքսանյանի հետ խոսում էի սովորաբար որևէ մի անգամ նա այդպիսի մոտեցում չէր ցուցաբերում, նա նույնիսկ գիտեք ինչ ասաց, որ ինքը ինձ չի հարգում, ես էլ ասացի, գիտեք, ես չեմ պատրաստվում ձեզ հետ ամուսնանալ կամ խնամի դառնալ եւ ձեր հարգելը ինձ բացարձակ ոչ մի կապ չունի եւ նույնիսկ ինքը ես իրեն հասել նորից հարցրեցի, ասեցի, դուք Իրանահայ միությունը քաղաքական որևէ մի կազմակերպությանը օրենքի հիման վրա չպետք է պաշտպանի, բայց տարածքը
Ես չեմ կարծում, որ ձեր օրենքի մեջ, որը կոչվում է bylaw, գրված է, որ որևէ մեկը չի կարող գա եւ վարձել։ Եվ պարոն Թոմիկ Ալեքսանյանը ինձ ասաց, գիտես, եթե դու ուզում ես մեր տարածքը վարձես, դու արի մեզ մոտ, վաղ մենք որոշում կկայացնենք, ես ասի, որ նույնիսկ ձեր վարդագույն երազներում դուք դա չեք տեսնի, որտեվ ես երբևիցե չեմ գա ձեզ մոտ եւ չեմ վարձի։ Եվ դա ինձ շատ զայրացրեց, որովհետեւ, ինչպես ասացի, դա այդ կազմակերպությունը հայերի համար է Գլենդելում եւ չգիտեմ, այսինքն բառ չունեմ, ինչով կարող եմ ես սա վերջացնել, որովհետեւ կարծում եմ, որ Գլենդելի ամբողջ համայնքը պետք է անպայման մի բան անի, ինչու, որովհետեւ եթե մի անգամ մենք իրենց անբարո վերաբերմունքի համար կանաչ լույս տանք, ուրեմն երկրորդ անգամ նորից դա կարվի եւ ինչպես ասացի մի քանի րոպե առաջ, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ոչ բարոյական վարքագիծը տարածվել է Գլենդելի վրա։ Դա հաստատ։ Բան հաստատ է, որ մենք հաճախ ենք եղել Գլենդելում եւ վճարել ենք 200 որքան դոլար, որովհետեւ մենք որ ասում ենք այստեղի տղաներն են, որոնք այստեղ են ապրում եւ մոտավորապես այդքան է գումարը։ Ես նորից պնդում եմ մեկ բան, որ այնպես ինչպես որ մեզ դիմավորեցին մի քանի անձեր մշակութային վարչության ղեկավարը հոգեբարձուներից էլի մեկը Էդվարդ Անոկամիշներ մի քանի հոգի, այնպես դրական էր ամեն ինչ, որ միանգամից այսպեսի շրջվելը ինչ որ մեկի ձեռքն էր։ Հիմա ինձ հարց է առաջանում, դուք անուն տվեցիք, ուրիշներ անուններ տվեցին, նույն անունը տվեցին, անձի ես չեմ ճանաչում, բայց որ կա մի սեր ձեռք, որ այդտեղ գործ է անում, դրանում ոչ մի կասկած եւ այս բոլորը սարկած էր։ Մեր պարակայում։ Այո, ես վճարված էր, ես հրաժարվեցի, որովհետև որևէ մեկից արդեն ինքնասիրություն պետք է ունենալ, մի քիչ էլ արժեքի մասին խոսեցիք, մշակութային բան եք ձեզ բերում այդ բգետներ։ Արդեն իսկապես ուզվելու բան է։ Եվ դուք անում եք այս բանը հայերի անունից, դու գեդինն եք մտցնում ամբողջ հայություն եւ այս կառավարությունը, որ տվել է այսպիսի հնարավորություններ, որպեսզի փոքրամասնություն հայեր եկել են այստեղ իրենց մշակույթը վամանեն, եթե բիզնեսի մասին լիներ, մտնեմ բիզնեսի օրենքների մեջ մենք հասկանայինք, բայց որ մշակույթի մեջ է գտնվում եւ որ դկեն են մարդիկ ծառայեղոր են, անբարոյականություն էլ չեմ ասում որ իժմաներ, ես չգիտեմ ձեզ ինչ պետք է ասեմ, մնացած ասում են իրանահայեր, պարսկահայեր, ես չեմ ուզում որևէ մեկին բան ասել, բայց երևույթը մտածել պետք է տա ձեր համայնքին։ Ես որպես սփյուռքահայ, այսինքն ազգային գործերով զբաղվող անձնավորություն, փիլիսոփա էաբան եւ մեր բարոյական չափանիշների անհրաժեշտության հետ կապված, դուք ասացիք Հայաստան, ինչ է կատարում Հայաստանում, բոլորս գիտենք։ Երբ որ սա տեսնում ենք Գլենդելում, երբ որ սա տեսնում ենք քաղաքագիր երկրներում, սա ահազանգը պետք է հասնի այդ երկրների ղեկավարությանը։ Այո, դա անպայման պետք է հասնի, որովհետև սա իրենց ասում եմ գումարները եւ ամեն ինչը արվում էր ամբողջ հայ ժողովրդի անունից, բայց այս երևույթը, որը որ չգիտեմ մի քանի հոգի որոշել են թե իրենք ինչ պետք է անեն, ինչ չէ, եւ ամենակարևորը, իրենք ոչ մի կապ չպետք է ունենան ըստ իրենց օրենքին այս թղթի հիման վրա, որը ես այսօր իրենց Armenian Society of Los Angeles այստեղ գրած է mission-ը եւ մենք ինչ ենք անում, այսինքն այս կազմակերպությունը գրված է քաղաքականությամբ չի զբաղվում եւ կրոնով չի զբաղվում, բայց եթե դուք մի կողքից մի քանի անգամ տեսնեք, կտեսնեք որ նա եկեղեցում էլ է ինչ որ իր գործերը անում, եկեղեցականներ էլ է հրավիրում եւ ամեն ինչ։ Կարելի է մի բան խնդրեմ, Սիրիլի հետ ճարտարապետ գիրքը վերցրել է, սիրուն չի վերադարձրու, հա։ Իմիջիալոս դա լավ ուղերձ էր, այո։ Բայց ամենայնդեպ տեսեք, որ բարոյական նորմաների վերաբերմունքի խնդիր կա։ Եվ ես պարոն Վարպետյան մի երկու բան էլ ուղղակի ուզում եմ ասել այստեղ, որովհետև ամեն ինչը թվաբանություն է, այստեղ գրված է, որ մենք ինչով ենք զբաղված, ուրեմն իրենք մի հայկական դպրոց ունեն, որը ներողություն շաբաթօրյա դպրոց ունեն, որը 200 աշակերտ ունի, 85 հոգեանոց երգչախումբ ունեն, բարի դասեր ունեն, ինչ որ կանանց հանձնախումբ ունեն, չգիտեմ ինչ են անում, եւ մի քանի բան, այսինքն այսքան ստից կիսատ պրատ, միջակ մակարդակով գործունեության համար ես չեմ կարծում, որ City of Glendale-ը պետք է իրենց հատկացնել 7 միլիոն։ Իրավացիք։ Եվ եթե դուք ավելացնելու բան չունեք, ես ուզում եմ ուղղակի շնորհակալ լինել, որ դուք ես գիտեմ, որ երկորից, այսինքն վաղը դուք մեկնում եք, պարզապես ձեր ժամը շատ անհանգիստ, որովհետև սա վերաբերում է հայ համայնքին,
կլիներ սա Լոս Անջելեսում, կլիներ սա Ֆրանսիայում, Փարիզում, թե մի այլ տեղ, արդեն Հայաստանը գիտենք, ահազանգը պետք է որ տրվեր։ Եվ կարծում եմ, որ սա շատ անհրաժեշտ է եւ ուզում եմ համոզված լինել, որ Իրանը հայ միության կներեք պարագլուխները ինչ որ մի բան կսովորեն, բայց եթե իրանք չսովորեն եւ չփորձեն մի բան անել, մենք իրենց կցույց տանք, թե ինչպես դա պետք է անի։ Շատ շնորհակալ եմ ձեր ժամի համար։ Ստեսուն ձեզ։ Խնդրեմ, հաջողություն։